բայց հավատացնում եմ ձեզ, անկախ ամեն ինչից, ինչպիսի զարգացումներ տեղի կունենային Գյումրիում, Խաղաղաշապատում և Մերձավանում, ժամանակի հարց է, բայց այն, որ գրոհելու է վեհարանի վրա և վստահեցնում եմ ձեզ կաթողիկոսին գահանքից են անելու սրանք, ես որևիցե կասկած չունեմ։ Նա ունի մի հոծ բազմություն, որոնք այդ աղանդավորական շարժումներից են լինելու, այդ տարաբնույթ փոքրամասնություններ են լինել, LGBT համայնք հասկացությունը, որոնց միանշանակ էլ ավելի լայն արտոնություններ խոստանալով ու անձամբ յուրաքանչյուրին հատիկ չի մոտիկանալու, այլ իրենց հոգևոր հայրերին, կուրատորներին, ղեկավարներին, որ նման բան ենք ուզում անենք և վստահեցնում ձեզ մեծ հաճույքով LGBT համայնքը անհավատները աթեիստների մասին չի խոսքը, անհավատները, որ ոչինչի չեն հավատում և այդ կրոնական աղանդավորական շարժումները, որը կա շուրջ 300,000-ից ավելի պաշտոնական տվյալներով Հայաստանում աղանդավորական այդ կառույցների անդամներ կա, ինչ է խանգարում իրեն մի քանի հազար մարդ ունենալ և գրոհել վեհարանի վրա և կաթողիկոսին գահանքից անել։ Նիկոլ Փաշինյանին պետք է վերահսկելի, կառավարելի հայ առաքելական եկեղեցի և Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անելու է ունենալ դա։ Ես չգիտեմ հետագայում Հայաստանը իր 2000 տարվա պատմության մեջ, այսպես ասած քրիստոնեական երկիր լինելով, 1700 տարվա պատմության մեջ քրիստոնյա երկիր լինելով, առաջին անգամ կրոնափոխ կլինենք, թե ոչ, կամ մեր հայ առաքելական եկեղեցին, որ իրականում հայապահպանության գործով է լցված Սփյուռքում և 700 տարի հայապահպանությամբ է լցված եղել Օսմանյան կայսրության ժամանակ և մեծ դեր ու նշանակություն է ունեցել նորանկախ Հայաստանի թե 18-ից 20 թվական, թե Խորհրդային Միության ժամանակ հալածանքների ներքո և այս վերջի 34 տարվա նորանկախ Հայաստանի Հանրապետության, այդ դերն ու նշանակությունը նա ուզում է ոչնչացնել։ Եվ վստահեցնում եմ ձեզ, այն պրոցեսները, որ տեղի են ունենում և նա անպատժելիության մթնոլորտով իրականացնում է, իր համար ոչ մի խնդիր չի առաջանալու հայ առաքելական եկեղեցին զավթել և սարքել մի կամակատար կառույց և ինչ-որ մի հոգևորական հայրի կաթողիկոս միանշանակ կկարգեն և եկեք չմոռանանք, որ հայ առաքելական եկեղեցին թե Հայաստանի Հանրապետությունում և թե Հայաստանի սահմաններից դուրս միլիարդավոր դոլարների կապիտալի է տիրապետում, միլիարդավոր դոլարների կապիտալի է տիրապետում, իսկ միգուցե դա որոշ ուժերի, դրսի ուժերին, մասոնական ուժերին պետք է, եկեք չմոռանանք, որ Երուսաղեմի շուրջ կեսը հայ առաքելական եկեղեցուն է պատկանում, Երուսաղեմ քաղաքի, եկեք չմոռանանք Իտալիայում, եվրոպական այլ երկրներում, ողջ լատինամերիկյան երկրներում, հյուսիսային Ամերիկայի երկրներում, Ամերիկայում, Կանադայում, եվրոպական աշխարհամասում, Ասիայում, Հայաստանի Հանրապետության հայ առաքելական Սուրբ եկեղեցին և Թուրքիայում Սուրբ եկեղեցին, Ռուսաստանում, Վրաստանում, չթվարկեմ ողջ աշխարհագրական քարտեզը, ամենուրեք հայ առաքելական Սուրբ եկեղեցին ունի եկեղեցիներ, մեր սփյուռքահայերը հայ առաքելական եկեղեցով են նաև հայապահպանությամբ զբաղվում և տիրապետում են միլիարդավոր դոլարների կապիտալի, ես միգուցե Նիկոլ Փաշինյանի հետ կան կաթոլիկ աշխարհը, սիոնիստները, ինչ-որ պայմանավորվածություններ ունեն, մենք չգիտենք դրա մասին, մենք անգամ չգիտենք, որ Նիկոլ Փաշինյանը 18 թվականին կարծում էր, որ Արցախը Ադրբեջանն էր, պարզապես որոշեց, որ հարցը ողբերգական ձևով լուծվել, իսկ միգուցե նա նաև որոշել է եկեղեցու ճակատագիրը և միգուցե առհասարակ նա որոշել է Հայաստանի Հանրապետության ճակատագիրը